Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է, ուստի այն եղել է բազմաթիվ լեզվաբանների ուսումնասիրման առարկան։ Հայերենը ուսումնասիրել սկսել է դեռևս Մաշտոցը 4-5-րդ դարերում։ Ինչպես նշված է հայ սովետական հանրագիտարանում, հայագիտությունը որպես գիտություն ձևավորվել է 18-րդ դարի սկզբին, թեև հայերի նկատմամբ հետաքրքրությունը եղել է ավելի շուտ։ Անվանի հայագետ Պետրոս Բեդիրյանը հայերենի մասին ասում է. Հայերենը փաստորեն իր գոյությամբ ինքնատիպ լեզու է համարվում։ Ոչ թե մենք դա ասում ենք ոչ թե նա համար, որ մենք հայ ենք, այլ ընդհանրապես հայերենը եվրոպաբանության համար խիստ անհրաժեշտ լեզու է 19-րդ դարի սկզբից։ Եվրոպաբանության հիմնադիր Ֆրանց Բոպը իր գրքի երկրորդ հրատարակության մեջ, առաջին հրատարակության մեջ ինքն էր հայտնաբերել գերմաներենի, հնդկերենի, հունարենի եւ այլնի ընդհանրությունները եւ ինքն էր այդ եվրոպական ընտանիքի մասին առաջին գաղափարը տվողը։ Եվ քանի որ ինքը գերմանացի էր, ոչ թե ասում էր հնդեվրոպական, այլ ասում էր հնդկագերմանական լեզուների, ինդոգերմանische Sprache։ Ուրեմն երկրորդ հրատարակության ժամանակ 1826-ին հայտնաբերել էր առաջինի երկրորդի արանքում հայտնաբերել էր հայերենը իր համար եւ տեսել էր որ շատ մեծ ընդհանրություններ ունի ու երկրորդ հրատարակության մեջ մտցրել էր համատյան համար հայերենը անշուշտ գրապարի օրինակով եւ դրանից հետո ովքեր որ հնդեվրոպաբանությամբ զբաղվում էին հետաքրքրություն ունեին անպայման պետք է հայերենը իմանային գոնե գրապար մեյեն գրապարի քերականություն է գրել Հյուպշմանը գրապարի քերականություն է գրել, Մարը գրապարի քերականություն է գրել, արդեն ռուսական լեզվաբանության մեջ բան։ Այդպես նույնիսկ ասենք թե բանը Ռուսաստան, որ ընդհանրապես ուրիշ լեզուների շատ ուշադրություն չէր դարձնում խորհրդային շրջանում, բայց օրինակ հնդեվրոպաբանները անպայման գրապար ուսումնասիրում էին։ Նույնիսկ Գաբրիելիձե Վրաստանի գիտնական է, նրանք երկու հատոր հրատարակեցին, երկու հատորով ռուսերենով հրատարակեցին հնդեվրոպական լեզուների բառարան, որ սովետական միության պետական թե Լենինյան մրցանակ ստացավ։ Նրանք այդ բառարանի առաջաբանում նույնիսկ գրել էին, որ հնդեվրոպական լեզուների նախալեզվի հայրենիքը Հայաստան աշխարհն է։ Ոչ մեկը, ով որ հնդեվրոպական լեզուների ուսումնասիրությամբ զբաղվել է կամ զբաղվում է, առանց հայերենի չի կարող յոլա գնալ։ Այսինքն դա եղել է չգրված օրենք, անպայման 4-րդ լեզուն պետք է լիներ հայերենը։ Ուրեմն ամենահին վիճակը պահողը հին հնդկերենն էր սանսկրիտը, որտեղ ամենավաղ շրջանում էր արձանագրված։ Դե որքան հին է արձանագրում, այնքան մոտ է նախալեզվին։ Բնական է։ Նայից հետո հին հունարենը, հետո հին հունարենից ածանցված լատիներենը եւ դրանց հետ հայերենը։ Հայերենը, այո, գրապարի բանով, բայց ինչ որ գրապար վիճակում, այսպես ասած, արձանագրվել էր մեսրոպյան գրերով։ Փաստորեն ոչ թե գրապարն էր, այլ նախագրային հայերենն էր։ Այսինքն գրապարին նախորդած, արձանագրության նախորդած սկայական էր, մի 10,000-ամյակ ընդգրող շրջան։ Այն ինչ որ գրերի գյուտով արձանագրվել է, նոր լեզու չէ, այլ պարզապես եղածը, որով խոսել են, որով եւ եղածը արձանագրվել է մեսրոպյան գրերով։ Բայց վիճակը նախնականն էր։ Այդ տեսակետ։ Հայագիտությունը զարգացել է հայկական գաղթավայրերում, Ռուսաստանի, Եվրոպայի համալսարաններում եւ այլուր։ Նշանավոր կենտրոններ են եղել Վենետիկը, Վիեննան, Մոսկվան, Պետերբուրգը, Փարիզը, Լոնդոնը, Լայպցիգը, իսկ բուն Հայաստանում Վաղարշապատը եւ այլն։ Անվանի հայագետներ են Մարը Պետերսենը, իսկ հայերից Գեորգ Ջահակյան, Պետրոս Բեդիրյանը։ Իմ ղեկավարն էլ ծրված դրական իմաստով հետաքրքրություններ ուներ
պրոֆեսոր Ղարիբյանը, ակադեմիկոս Ղարիբյանը։ Դե նա տեսեք, որն հայերենի դասագրքերի հեղինակ է, որը 30 տարի գործողության մեջ էին։ Իհարկե խորամանկորեն դուրս դրեցին, բայց թե շատերը նորից նրա դասագրքով էին սովորում։ Ուրեմն դասագրքեր, քերականություն, մեթոդիկա, հայոց լեզվի պատմություն, բարբարագիտություն, ամենակարևորը բառանագրություն, այս բոլորով ինքը զբաղվել է։ Ես ուրեմն քերականության բաժիններով չեմ զբաղվել, վերջին շրջանում իմ զբաղմունքը բառանագրությունն է։ Անվանի հայագետներ են գերմանացի Հենրիխ Հյուբշմանը, ով հայտնի է իր հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ հոդվածով, եւ ֆրանսիացի Անտուան Մեեն, ով ասում է. հայերենը ոչ միայն կհավասարի եվրոպական լեզուներու, հապա կգերազանցե զանոնք։ Ոչի տեսակետով հնդեվրոպական ոչ մի լեզու չի գերազանցեր հայերենը, նույնիսկ չի հավասարիր անոր։ Երբ կազմավորված էր հայոց գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերեն ոչ մեկը դեռևս կար։ Այն ժամանակաշրջանի, երբ Ֆրանսիա կամ Անգլիա անունը նույնիսկ գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր խաղացած է պատմության մեջ եւ ուներ ազգային գրական այնպիսի հնություն, որ երկար դարերով կգերազանցեր եվրոպական ազգերու հեղինակածները։ Դե օրինակ ասենք թե հայագիտությունը 10-րդ դարի վերջի մինչև համարյա 20-րդ դարի սկիզբները ավելի շատ Գերմանիայում է զարգացել, Ֆրանսիայում է զարգացել, քան թե Հայաստան։ Հյուբշմանը Գերմանիայում, Մեյեն Ֆրանսիայում։ Հյուբշմանը հիմք է դրել ներկայումս ընդունված տեսության, որի համաձայն հայոց լեզուն հնդեվրոպական մայր լեզվից առանձնացած ինքնուրույն ճյուղ է, իսկ իրանյան լեզվախմբի հետ ունեցած ընդհանրություններն ու շրջանի սերտ կապերի արդյունք են, մինչդեռ տարբերությունները բնիկ հայկական են, գալիս են մայր հնդեվրոպական լեզվից։ Արտասահմանյան գիտական կենտրոնների ու մեր կենտրոնների միջև կապ կա հիմա։ Կապ միշտ եղել է դեր սովետական շրջանում, ասեմ ես ձեզ, որ մի քանի երկրներում համալսարաններին կից բաներ կան, ասենք թե հայագիտական կենտրոններ, հատկապես Բելգիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում փոքր խումբ են, Ֆրանսիայում, հետո Ամերիկայում կան։ Ամերիկայում նույնիսկ 2 տարեգիրք է լույս տեսնում, տարբեր անուններով, տարբեր մարդկանց ձեռքին։ Դեր սովետական շրջանից նրանք տպում էին բաներ։ Ֆրանսիայում կարծես թե մարեց, Ֆրանսիայում կար դեր 30-ական թվականներին հիմնված հանդես կար հայագիտական, կոչվում էր հայկական ուսումնասիրության հանդես, Revue des études arméniennes, հայտնի գիտնական լեզվաբան Մեյեն էր հիմնադրել։ Նրանց հետո դե բարձ է պատերազմը Մեյեն 37-ին վախճանվեց, նրանց հետո այդ հանդեսը շարունակեց Մեյի աշակերտ, Բենվենիստ էր Մեյի աշակերտը, նրա մահից հետո էլ Մահե կար, Ժան Մահե, էլի բավական հայտնի հայկաբան էր, հայերենագետ, մի քանի տարի էլ նա ղեկավարեց, հագվեց։ Ամերիկայում հայտնի է մեկը, Գրեփին, եկավ այստեղ 2 տարի հայերեն ուսումնասիրեց, աղայանի ղեկավարությամբ բան, գնաց այնտեղ տարեգիրք հիմնադրեց։ Իսկ Բելգիայում, ներողություն չէ, Շվեյցարիայում, հիմա Շվեյցարիայում չկա, Շվեյցարիայում կար Վահե Գոդել, մայրը հայուհի էր, հայրը ֆրանսիացի շվեյցարացի եւ բավական լավ հոդվածներ ուներ։ Այդ արտասահմանյան հայագիտական կենտրոններից որը լուրջ նվաճումների է հասել դասպարեզում։ Իսկ սումետ է Լոս Անջելեսի Հարվարդը ինքան չի, Հարվարդը թուլացավ։ Լոս Անջելեսի համալսարանին կից մի բան կար, փոքր օջախ կար, Լավերն էր կոչվում, Լավերնի, ավելի համալսարան կից չէր, Լավերնի համալսարան կար Լոս Անջելեսում։ Այդ համալսարանը ուներ մի բաժին հայագիտական չի, ավելի շուտ իբր թե սովորեցնելու, ուսուցիչներ եւ այլն պատրաստելու։ Մենք որ 84-ին այնտեղ էինք, այդ Լավերն գործում էր, բայց չէր կարողանում պատրաստել։ Չնայած նրա ղեկավարին ես հանդիպեցի Ծաղկաձորի խորհրդաժողովների ժամանակ Գարբիս դեր եղեա է։ Ասած Լավերնը կա, բայց դուրը որ կա, որևէ բան մենք նրանցից չենք տեսել, որևէ մեկին, որ ցույց տան ասեն
մենք այսինչ ուսուցչին պատրաստել ենք։ Ժամանակին Գերմանիայում, Անգլիայում, նույնիսկ Ռումինիայում, այսպես Հունգարիայում, դա 60-70-ական թվականներին։ Ուրեմն բայց ոչ օջախներ, այլ առանձին գիտնականներ, որոնք հայերենով զբաղվում էին։ Ըստ ձեզ ներկայում Հայաստանում կոնկրետ հայագիտությունը զարգացման ինչ ոլորտում է։ Գիտեք, ինչպես ես դժվարանում եմ գնահատել նրանց, բայց այսպես պատահական մարդիկ շատ են մտել։ Օրինակ ես քչերի մեջ եմ տեսնում գիտության նվիրվածություն, ավելի շատ աստիճանի նվիրվածություն է։ Ըստ որում մի ժամանակ միայն տեխնազոականներ այդպես կրկոտ ձգում։ Հիմա շատ հանգիստ նաև դոկտորականի են վազում մարդիկ, որոնք այդ բանը չունեն։ Այսպիսով դատելով, թե ինչ դեր ունի հայոց լեզուն համաշխարհային լեզվաբանության մեջ, անհրաժեշտություն կա, որ նոր թափ առնի հայագիտությունը։ Հակառակ դեպքում կտուժի նաև ընդհանուր լեզվաբանությունը։ Դե իհարկե գիտության նվիրված մարդը միշտ էլ կլինի։ Ես միշտ լավատես եմ, չեմ հավատում, որ ամեն ինչ ցամաքում է։